Պարոնայք, գեներալներ, սպաներ, սիրելի նորընծա սպաներ, հարգելի ծնողներ, հարազատներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս այս շատ կարևոր եւ հիշարժան օրվա կապակցությամբ։ Այս օրը հիշարժան է ոչ միայն նրա համար, որ Հայաստանի Հանրապետության բանակ են մտնում նոր սպաներ, այլ նաև նրանով, որ սա մեր բարեփոխումների առաջին փաղանգն է, արդյունքում ձևավորված առաջին սպաների խումբն է, որ մտնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այս տարիների ընթացքում մենք փոփոխություն ենք կատարել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի կրթական, կազմակերպական մի շարք ուղղություններում, որը մեզ հույս է տալիս, որ զուգորդվելով սպաների կենցաղային ապահովման, բնակապահովման ծրագրերի բարելավման հետ, նոր որակ կհաղորդի մեր սպայական անձնակազմին ու մեր բանակին։ Մենք ջանք ենք դրել, որպեսզի դուք մտածելու քիչ բան ունենաք, սիրելի սպաներ, որ դուք իմանաք, որ առաջին իսկ օրվանից ունեք տանիք ձեր հարազատների համար։ Եվ կարծում եմ տարիների ընթացքում այս կարևոր ավանդույթը ավելի է ամրացնելու եւ ուժեղացնելու մեր սպաների կամքը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրում է կարևոր խաղաղության շրջան եւ բանակը իր վերընձյուղման ու զարգացման ճանապարհին է։ Ես շատ եմ կարևորում ձեր յուրաքանչյուրի անձնական դերը մեր բանակի կայացման գործում։ Բոլորովին օրեր անց դուք արդեն կլինեք նախորոշված զորամասերում, ձեր ուսերին դրած պարտականություններով եւ ձեր առաջ դրած կարևոր առաքելությամբ։ Պատգամս է լինել տոկուն, չտրվել խմբային կամ նեղ անձնական տարբեր շարժառիթների եւ բարձր պահել սպայի ու Հայաստանի Հանրապետության պատիվը։ Կրկին անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ, մաղթել բարի ծառայություն եւ հաջողություններ մասնագիտական ճանապարհին։ Շնորհակալ եմ։